Слава Господу, народ Божий, փառք մեր Տիրոջը, ժողովուրդ ջան, ես շատ ուրախ եմ գտնվել այդ տեղը, ես ազգությամբ ռուս եմ, որ շատերին չզարմացնեմ, 18 թվին վերջ անգամ ես եղել եմ այս տեղը, եթե կհիշեք, եթե չէ, փառք Տիրոջը դրա համար էլ, ես ծնվել եմ Հայաստանում, Դիլիջան քաղաքում 1970 թվին, և մինչև 87 թիվը դպրոց եմ սովորել, ապրել եմ Դիլիջանում և 1987 թվին տեղափոխվել եմ Ռուսաստան, որտեղ որ բնակվում եմ մինչև այսօր, փառք Տիրոջը, և տենց ստացվել է, որ ես չպետք է լինեի այսօր ստեղ, չպետք է լինեի, ես եկել եմ 3 օր առաջ, որ մասնակցեմ կոնֆերանսիան և պետք է գնայի Դիլիջան և կիրակի օրը ես տրամադրված էի այնտեղ մասնակցեմ պաշտամունքին և այնտեղ ունեմ ես մանկության ընկեր, ունեմ մանկության ընկերոջս մաման, որին կուզենայի տենայի, ինքը դարձել Աստծուն, այսօր Աստծու եկեղեցու մեջ է, բայց Աստծու կամքը երևի ուրիշ էր։ 2 օր առաջ մի օր մասնակցեցի, հաջորդ օրը շատ խիստ հիվանդացա ես։ Տաքությունս բարձրացել է 30-ից ավել և 3 չէ, մյուս օրը շատ ուժեղ տենց վիճակի, ծանր վիճակի, հիվանդության վիճակի մեջ պառկած էի ամբողջ օրը։ Խնդրում էի Աստծուն, Տեր Աստված, դու փոխեցիր ամեն իմ ծրագիրները, թե դու ինչ ես դրել քո կամքի մեջ, ինձ ցույց տուր, բայց բժշկիր ինձ, խնդրում եմ, որ այդ կիրակի օրը ես ելնեմ քո ժողովրդի մեջ, որ կիրակի օրը ես գամ պաշտամունքին, մասնակցեմ, խնդրում էի Աստծուն, և երեկ ես մեր Տոմա քրոջ և Սաշա եղբոր տունն էի, իրանք գիտեն կվկայեն, ինչքան ծանր վիճակի մեջ էի ես հիվանդ։ Եվ երեկ իրիկունը հիվանդությունը ոնց որ միանգամից կտրվեր, տաքությունս իջել էր 37-ից մինչև 36-6, 36-9 և մի քիչ էլ իջավ, և այսօր Տերը օրհնեց, որ ես այստեղ եմ գտնվում։ Չգիտեմ, թե Տերը խիա է ձև արել, բայց ամեն ինչի համար փառք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Մենք Աստծուց գոհանանք, ես ոնց որ ասեցի ազգությամբ ռուս եմ, բայց տենց խոսքը պատրաստել եմ հայերեն, որովհետև ըսկի ռուսերեն աստվածաշունչ չեմ վերցրել հետս, որովհետև գալիս է Հայաստան, ասում եմ, դե ռուսերեն աստվածաշունչ երևի կարող այնց պետք չգա, հայերեն աստվածաշունչը վերցրի հետս։ Թող Տերը օրհնի, և մեր կուտեղ կարդամ, աղոթենք, որ Տերը օրհնի բոլորիս, որ մենք իրոք նվիրվենք Աստծուն, որ Տիրոջ կամքը մեզ համար առաջնահերթը լինի, որ մենք Տիրոջ կամքը կարողանանք ճանաչենք, ընդունենք և կատարենք մեր կյանքի մեջ։ Թող Տերը օրհնի, ձենս լա մինչև վերջ տեղը չի եկել։ Հուկասի ավետարանում գրված է այն տեղերը, երբ որ Հիսուսը արդեն ասում էր աշակերտներին, թե հետին ժամերը ինչ պետք է գա, ինչ վիճակներ պետք է առաջանա։ Եվ ուրեմն Հուկաս ավետարան 22 գլուխ 31-րդ խոսքից Տերը ասում է. «Եվ Տերն ասեց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մահե ցորենի պես, բայց ես աղաչեցի
քեզ համար, որ քո հավատքը չպակասի, եւ դու երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր, նա էլ ասեց նրան. Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահը գնալու, եւ նա ասեց. ասում եմ քեզ Պետրոս, այսօր հավը չի խոսիլ, մինչև որ դու 3 անգամ ուրանաս, թե ինձ չգիտես։ Եվ տենում ենք Պետրոսը լսում էր Տիրոջ խոսքերը եւ իր համար կարող է անհասկանալի բաներ կար։ Ոնց որ ինքը պատրաստ էր, իրոք պատրաստ էր։ Մենք չենք ասի, որ Պետրոսը պատրաստ չէր։ Գնար բանտել, գնար մահել Հիսուսի անունի համար։ Ինքը սիրում էր Տիրոջը։ Եվ ինքը պատրաստ էր այդ բաները անելու, ժողովուրդ ջան։ Բայց անցավ մի քանի վաղ եւ մենք կարդում ենք իրոք Տիրոջ խոսքերը իրականացավ Պետրոսի կյանքի մեջ։ Եվ մենք կարդում ենք 61-րդ խոսքից. եւ Տերը դարձավ, երբ որ Պետրոսը ուրացավ 3 անգամ եւ հավը խոսեց եւ գրված է. եւ Տերը դարձավ, մտիկ տվավ Պետրոսին, եւ Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասեց նրան, թե մինչև հավը խոսելը 3 անգամ կուրանաս ինձ, եւ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացավ։ Եվ իրոք մենք կարանք մենակ այդ խոսքերի հիման ժողովուրդ ջան մտածենք, թե Պետրոսի վիճակը ոնց էր, թե իր զգացմունքները ոնց էր։ Մենք այդ վիճակի մեջ չենք եղել։ Մենք կարող է հիշենք մեր մեծ եղբայրները, քուրերը, որոնք որ անցել են նման փորձություններով, որ Հիսուսի համար հալածվել են։ Բայց մեր, ասենք, հմիկ այսօրվա ջահելների կյանքի մեջ տենց վիճակներ չի առաջանում, որ այդպիսի փորձությունների մեջ մենք կաղնենք, կներեք։ Եվ Պետրոսը, երբ որ կաղնեց այդ պիսի փորձան առաջ, ինքը իր խոսքերը, Տիրոջ խոսքերը կատարվեց եւ Պետրոսը ուրացավ, բայց երբ որ ինքը տեսավ Տիրոջ նայվածքը, եւ մենք մտածենք կարող է Տերը ինչ որ դատելով նայեց, ինչ որ Տերը միտք ուներ, որ ահա հիշում ես Պետրոս, ես քեզ ասեցի, բայց դու հիշիր քո խոսքերը։ Բայց մենք երևի Տիրոջը ճանաչելով մենք չենք կարող ասենք, որ Տերը այդ ձև նպատակով նայեց Պետրոսին։ Ես մտածում եմ, թե Տիրոջ հայացքը, Տիրոջ նայվածքը լցված էր սիրով, լցված էր, գիտեք, ներելով, որ Պետրոս, ես գիտեմ քո ներսը, ես գիտեմ, որ դու անձնավորություն ես, ես գիտեմ, որ այդ փորձությունների առաջ շատերը կարող է ուրանային, բայց դու հիշիր, որ ինչ որ ես դրել եմ իմ կամքի մեջ, ինչ որ ես իմ խոսքը իմ շուրթերից դուրս է եկել, այդ խոսքը կկատարվի, եւ մենք ընդունենք այդպիսի մեր կյանքի մեջ Տիրոջ կամքը, ժողովուրդ ջան, որ մենք ինչ որ մեր կյանքի մեջ կարող է շատ բաներ մտածենք, ինչ որ մեզ համար մի բան առավելություն լինի, ինչ որ մեր կյանքի մեջ մենք մեր, ասենք, բաներ ենք պլանավորում, բայց Տերը փոխում է, բայց Տերը իր կամքի մեջ ուրիշ բաներ է դնում, որ մենք կարողանանք Տիրոջ կամքը ճանաչենք, որ մենք կարողանանք Տիրոջ խոսքը ընդունենք մեր կյանքի մեջ, որ մենք կարողանանք ընդունենք եւ կատարենք։ Էդ է հաճելին Աստծո առաջ, էդ է հաճելին, ժողովուրդ ջան, որ մենք չմտածենք, որ մենք ինչ որ մի բան ենք, որովհետեւ եթե մենք տենց ենք մտածում, մենք հլա չգիտենք, թե մի բան գիտենք,
թող Տերը օրհնի։ Պողոս առաքյալը Փիլիփեցիս գրքի մեջ ասում է 3-րդ գլուխ 7-8 խոսք։ Ինքը ասում է, բայց ինչ բան որ ինձ շահ էր, այ վնաս համարեցի Քրիստոսի համար, եւ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահ եմ, փառք Տիրոջը, որ մենք էլ աղբ համարենք, ժողովուրդ ջան, եւ մենք էլ մտածենք վերինները, փնտրենք վերինները, որ այսօր մենք կարողանանք ճանաչենք Տիրոջ ձայնը, ճանաչենք, բայց ոնց կարանք ճանաչենք Տիրոջ ձայնը, երբ որ մենք մտնում ենք, գալիս ենք իր հետ հաղորդակցվելուն, երբ որ մենք ամեն ինչը, ինչ որ մեզ համար առավելություն է եղել, ինչ որ մեզ համար այսօր մենք գիտենք, թե ինչ է առավելությունը մեր կյանքի մեջ, թե մենք փնտրում ենք, որը որ Աստծո կամքն է, որը որ այսօր Աստծո խոսքն է դնում մեր առաջը, կամ մենք փնտրում ենք այն ինչ որ մարմնավոր կյանքի համար է հաճելին։ Թող Տերը օրհնի, եւ այդ երկու ճանապարհը, երբ որ մենք ընտրության առաջ ենք կայնած, Տերը ցույց է տալի միշտ, եւ դու ընտրիր կյանքը։ Եվ Հիսուսը ասեց. ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Դա հավիտենական կյանքն է, որ Տերը տալիս է մեզ, բայց ժամանակավոր ապականացու կյանքը այդ մարմնի մեջ միջև մենք ապրում ենք, միշտ գիտեք, միշտ ոնց որ մեր ուղղությունը կգնա դեպի այդ, դեպի մարմնավորը, դեպի որովհետև մենք մարդ ենք, մենք այսօր գիտեք այդ ձև ժամանակ ենք ապրում, որ շատ բաները հասանելի են մեզ համար, մարդկանց համար, շատերը այսօր շեղվում են ճանապարհներից, ճշմարտության ճանապարհներից, բայց Տերը թող օրհնի, որ Տերը այսօր զգուշացնում, Աստծո խոսքը զգուշացնում է, որ ինչ որ բռնել ես ամուր պահի, որ մենք այսօր ամուր պահենք, որ ամեն ինչը, որ այսօր մեզ համար կարող է առավելություն լինի, որ կարող է այդ ամեն ինչը, որ մեզ համար հասանելի է, որ մենք ուշադրությունը չդարձնենք, որ մենք մեզ համար այդ առավելություն չլինի, մեզ համար առավելությունը լինի Տիրոջը ճանաչելը, առավելությունը լինի Տիրոջ խոսքի մեջ կենալը, առավելությունը լինի Տիրոջ հետ հաղորդության մեջ լինելը։ Թող Տերը օրհնի, ժողովուրդ ջան, մենք աղոթքի գանք, որ Տերը օրհնի, Տերը ավելի զորացնի մեզ, Տերը լցնի իր զորությունով, իր ներկայությունով։ Հալելույա, Տեր ջան։